Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց թողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ 5 երեխաների ներկայությամբ, որից 3-ը մանկահասակ, նոր հաճնում գտնվող իր բնակավայրից ձերբակալել եւ Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Ձերբակալելու պատճառը Facebook-յան հարթակում Փաշինյանի հասցեին այսպես կոչված հնչեցված բռնության կոչներ։ Այդ մասին ահազանգել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ անչափահաս երեխաների մայրը արդեն տանն է։ Նրան այսօր նորից հարցաքննության են կանչել։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Արցախցի զոհված զինծառայողի քրոջը 5 երեխաների, որից 3-ը մանկահասակ երեխաներ, նրանց այդ երեխաների ներկայությամբ քիչ առաջ նոր հաճնի իր բնակավայրից մի քանի ոստիկաններ ձերբակալել եւ տեղափոխել են Դիլիջանի քննչական բաժին զուտ այն բանի համար, որ նա Facebook-յան հարթակում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է արել մեկնաբանություններում։ Ինչ որ եթերի տակ մեկնաբանություններում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է կատարել։ Կրկնում եմ, զոհված զինծառայողի քրոջը Արցախի տարհանված անուն ազգանունը հիմա չեմ նշի, անձին ձերբակալել 5 երեխաների ներկայությամբ 3-ը կրկնում եմ մանկահասակ երեխա, իսկ երեխաներից մեկն էլ ստիպված էր նրա հետ տեղափոխվել ոստիկանության բաժին, տարիքով փոքր է, ընդհանուր լացում էր եւ այլն։ Ձերբակալել եւ տեղափոխել են քննչական բաժին։ Դիլիջանի քննչական բաժին։ Այս ժամին, այո, այս ժամին ձերբակալել եւ տեղափոխել են քննչական բաժին։ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ հասցնելու համար։ Ինչ որ ենթադրյալ այդպիսի մտածածի մի արարքի համար։ Ես սրա մասին ուղղակի կրկնում եմ, չխոսալ չեմ կարող, ես ցանկանում եմ բոլորիդ այս մասին իրազեկել, որպեսզի բոլորդ հասկանանք, ինչպիսի ռեպրեսիաների ենք ենթարկվում մեր քաղաքական հայացքների պատճառով կամ մեր, չգիտեմ, խոսքերի ու արտահայտությունների պատճառով։ Մանավանդ թիրախ են արցախցիները։ Բայց ինչպես կարելի է ժամին մարդուն բերմանի ենթարկել, չգիտեմ, ձերբակալել նրան, կնոջը, զոհված զինծառայողի քրոջը, 5 երեխաների, այսինքն բազմազավակ երեխաների մորը, մանկահասակ երեխաների մորը, բնակավայրից երեխաների լացուցկոցի տակ, ինչ եք անում ժողովուրդ։ Ինչ է կատարվում вообще։ Ես շատ զայրացած եմ, հետեւաբար այսքանով կսահմանափակվեմ, ուրիշ ասելիք չունեմ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին, կախված վիճակում։ Ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ կալանավորների ինքնասպան եղած տղամարդը տևական ժամանակ ահազանգել է իր առողջական խնդիրների մասին։ Ավելի ուշ հաղորդվեց, որ քրեակատարողական հիմնարկում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել։ Մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։ ԶԼՄ-ներին ավելի ուշ հայտնեցին, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաև, որ սա ինքնասպանության երկրորդ դեպքն է այս ամսվա մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմավիրի բան տանող ճանապարհին արկա ցուցանակի վրա քաղաքացու մարմին է հայտնաբերվել, կախված վիճակում։ Քաղաքացին ինքնասպան էր եղել ցուցանակի վրա կախվելու միջոցով, թե այլ հանգամանքներում է հայտնվել ցուցանակի վրա, կպարզի քննությունը։ Իրանը հաստատել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է ամերիկա-իսրայելյան հրթիռային հարվածների հետևանքով։ Նա ռազմական ինքնաթիռների թիրախ է դարձել իր աշխատավայրում որդու, տեղակալներից մեկի եւ թիկնապահների խմբի հետ միասին եւ սպանվել։ Հաղորդվում է նաև, որ Լարիջանի որդին Մորթազան եւ նրա անվտանգության ղեկավարը նույնպես սպանվել են։ Աճյունը հուղարկավորել են որդու կողքին, Թեհրանում, նահատակի համբարձման արարողության ժամանակ։
Նշենք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է արյունալի վրեժ լուծելու մասին բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի սպանության համար։ Արդեն սկսվել են վրեժխնդրության գործողությունները։ Պահապանների կորպուսը լայնածավալ հրթիռային հարված է հասցրել Իսրայելի տարածքին։ Թել Ավիվում վնասվել են տասնյակ օբյեկտներ, ամբողջությամբ ավերվել են 2 երկաթուղային կայաններ։ Իրանական կողմի տվյալներով խոցվել է ավելի քան 100 ռազմական թիրախ։ Միաժամանակ հարվածի տակ է հայտնվել նաև ԱՄՆ դեսպանատունը Բաղդադում։ Դիվանագիտական ներկայացուցչության շենքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ականատեսների խոսքով այն այլևս ենթակա չէ վերականգնման։ Սիրիայի եւ Թուրքիայի համամ սահմանային անցակետը ընդմիշտ կփակվի։ Պարզաբանում չի ներկայացվել անցակետի փակման որոշման վերաբերյալ։ Նշենք, համամ սահմանային անցակետը պաշտոնապես ճանաչված անցակետ չէ եւ բացվել է 2019-ին, երբ Աֆրինը զավթվել էր Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Այն սահմանափակ կերպով օգտագործվել է առևտրի եւ անցումների համար։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Բաքվում ապօրինի գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչ փոխանցել Ադրբեջանի օմբուդսմենին։ Զանգը հարկադրաբար ընդհատվել է։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերի ընթացքում օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել։ Դատավարությունները ավարտվել են 1 ամիս առաջ, սակայն ոչ Ռուբենը, ոչ էլ մյուս հայ բանտարկյալներ իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն չեն ստացել։ Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Վարդանյանի եւ մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում է ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կապի պահպանված միակ միջոցը կարող է դադարեցվել։ Հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված Ռուբենի դիմումի աուդիո ձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել авարտել։ Хотел бы вынужден обратиться к вам, госпожа Алиева, омбудсмен Республики Азербайджан, в связи с тем, что, несмотря на то, что вы любезно предоставили свой телефон при первой нашей встрече под камерой в 2023 году в октябре, я последние 10 дней, несмотря на все мои усилия, и через адвоката, и через написание заявления, и попытки позвонить, не смог до вас дозвониться, поэтому вынужден обратиться к вам публично. И, к сожалению, у меня нет другого возможности донести до вас то, что происходит и со мной, и с моими коллегами-соратниками. Прошу вас о встрече. Вы единственный глава общественного института, к которому я могу в этой ситуации обратиться, потому что все остальные органы Азербайджана считают или кросс-контроль, или записывают. Почему? Ну, почему не могу назвать до постоянно, должна быть справка. И вот мне не дают даже это сделать. Я хочу сказать, что мне, к сожалению, не дают возможности обратиться к вам, что вы единственный, кто мог бы в данной ситуации. Я не могу получить приговор уже месяц. Ни на русском, ни на армянском, ни на азербайджанском. Я не знаю, за что меня осудили, по каким статьям. Я прошу вас о встрече, чтобы иметь возможность все обсудить. Потому что, к сожалению, Красный Крест ушел. Здесь нет никакого другого института, который мог бы быть с нами на связи. Армянское правительство не имеет здесь ни представительства и занято поставками. Եվ վերջում օրվա տեսանյութ, հայոց ցեղասպանությունը վերապրած հայը պատմում է ցեղասպանության մասին իր աչքերով։ Սուլթան Համիդի ժամանակվա ծնունդ եմ։ Առաջին մգրդությունս թրքական վայրենի քաղաքագործության մեջ ես կհիշեմ մորս ցերկը բռնած քետնափոր քարանցալը մտանք չեմ գիտեր քանի տարեկան էի գրնալ լավ յադիգա 1906-ի չարթերուն արիթով էր հոն աբաստանեցանք և ըսվեցավ թե թուրքերը չարտ պիտի ընդեն կամ գողոբուտ կա և այլն որքան մնացինք չեմ գիտեր ես քնացա այնգիս վերջը և վերաթարսիս դունն էինք մգայեցի նաև 1909-ի
Ադանայի գոտորածը այդ օրերուն մենք քարանցավ շմդանք ճուհին երիտասարդությունը հնամենի չախմախլներ արած փլուրը բարձրացան իբրև թե ճուղը պաշտպանելու համար բարեփոխտապար պաշտպանելու պատեհություն չեղավ եւ թուրք խուժանը մեր ճուղ չմտավ չեղավ անգիս հետո անշուշտ վկայեցինք նաև 1915-ի ցեղասպանության գործողությունները Չիշեր ժադեն մեր ճյուղը մոտավորապես 2000 հոգի է գփականար, որուն 400 երիտասարդությունը կառավարությունը նախապես զինվորագրած էր իբրև թե իսկ դարեցներն ալ փանդ դեցուցած էր զանազան Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորն ու բացառիկաբար չթողնելու համար։